Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, այսօր վարչապետը ազգային ժողովում ներկայացնում էր վերջին տարիներին արածը, դրածը, խոստումների իրականացրած մի մասը, չիրականացրածը ինչու չի իրականացվել, երբ կիրականացվի, մի խոսքով, որքան գումար է մտել բյուջե, որքան հարկահավաքություն է եղել, ինչ նպատակներով են ծախսվել եւ այլն։ Ես միայն այստեղ մի դիտարկում անեմ, հարգելիներս, տեսեք, ընդդիմադիրները եկեք փաստենք, որ այս ամբողջ ձեկույթը լսելուց հետո ոչ մի հարց չունեին։ Չգիտեմ, ամոթ էր հարց ունենալը, թե համաձայն են, որովհետև ինչ եմ ամոթը շեշտում, որովհետև թիվ ներկայացվեց հսկայական թիվ, որը թալանի վերադարձի մասին է, իսկ թալանի վերադարձ նշանակում է, որ ինչ-որ մի բանի թալանվել է ու թալանվել է կոալիցիոն մեկ այլ կառավարության օրոք եւ անդամների միջոցով։ Այստեղ ինչ հարց տային, իրենք շատ լավ գիտեն այդ թվերը։ Բնական է, որ հարց չէին ունենա։ Խոսքը ավելի քան 4 միլիարդ դոլարի մասին էր, այսքան թալանվել է, այսքան զենք է թալանվել, այսքան ճանապարհ, այսքան զարգացման ծրագրեր, այսքան դպրոցում մանկապարտեզ եւ այլն, 4.2 միլիարդ դոլար մեզ շատ փոքրիկ համեստ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ դեռ միլիոնավոր միլիարդավորների գործերն էլ շարունակվում են, արդեն հերթով մոտենում են վերջաբանին։ Այնուամենայնիվ, ես նախ համաձայն եմ այն մտքի հետ, որ խնդիրների մեր դժբախտությունների մեծ մասը, եթե չասենք ամբողջը, գալիս է կրթական համակարգից եւ այո, կառավարությունը անընդհատ ուշադրության կենտրոնում է պահում, փորձեր է անում շտկելու տասնամյակների բացը, բայց կրթական ծրագրերն էլ մենք էլ պիտի հասկանանք ժողովուրդյան, որ դրանք երկարաժամկետ լուծվող խնդիրներ են, դրանք չեն կարող կարճաժամկետ ռազմավարական հարցեր լինեն, որովհետև կրթությունը այն ոլորտն է, որ պետք է տարիներ անցնի, այսինքն եթե այսօր կարողանան լավ հիմքեր դնեն, հետագայի կառավարություններն ու իշխանությունները այլ զեկույցներ են ներկայացնելու ու ամեն ինչ ավելի դրական լույսի տակ է լինելու, իհարկե մի հարց կա, այն արած աշխատանքները, որոնց մասին որ խոսում են, այդ դրանց որակի մասով հարցեր կարող են լինել եւ իմ կարծիքով ընդդիմությունը պիտի դիրքավորվեր այդտեղ եւ եթե ազգային ժողովի ընդդիմությունը չի դիրքավորվում այդտեղ ես առաջարկում եմ որպեսզի այդտեղ դիրքավորվի այն ընդդիմությունը որը որ ազգային ժողովում չի այսինքն այսքան միլիարդ, օրինակ, այսքան միլիոն ծախսվել է մոտավորապես 2000 կիլոմետր ճանապարհը կառուցվել։ Եթե այս ճանապարհի կառուցման որակի հետ ծախսված միջոցների ֆինանսական մասով հարցեր կան, տեխնիկական մասի հետ կապված, այստեղ մեծ աշխատանք կա անելու, որովհետև գիտեք, ցանկությունը կարա մեծ լինի, որպեսզի լավ ճանապարհներ կառուցեն, բայց միևնույն է տեղում տեղային ինչ-որ դուսպրծուկներ լինեն, որոնք որ այնքան էլ պատասխանատվությամբ իրենց աշխատանքին չվերաբերվեն ու դրա համար վերահսկողությունը հանրային կերպով կամ ընդդիմադիրների կողմից անհրաժեշտություն է լինում։ Այս ամեն ինչը պետականաշինության մասին է դառնում, այսինքն այդ պարագայում ոչ թե քննադատվում է պետությունը, այլ իսկապես գործողությունը, գործունեության որակը եւ այլն եւ այլն։ Արդյունքում շահում ենք մենք բոլորս այդ պարագայում։ Հասկանում եք, բայց արի ուտես, որ այդ մասով ավելի շատ զբաղված են մի քանի բլոգերներ, ովքեր որ մի մասը նրանց քաղաքական ազդեցությունների տակ են, ես զարմանում եմ, թե ինչու դրա մասին չեն խոստովանում, եթե դա այդպես է, կամ ինչու հենց կուսակցական ներկայացուցիչներ չկան այս ամեն ինչով զբաղվող։ Եթե հարցեր չկան, ուրեմն այնտեղ ամեն ինչ նորմալ է, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ արած աշխատանքների մեջ որակական առումով կարող են լինել հարցեր, որոնք որ ուղղվում են արդեն ոչ թե կառավարությանը, այլ կոնկրետ կազմակերպությունների, ովքեր որ տենդերով կլինի, ինչով կլինի, ստանձնել են պարտականություն։ Ինչու այս մասին չեն խոսում, հենց կոնկրետ ազգային ժողովի ընդդիմադիր դաշտում դիրքավորված այդ ուժերը, որովհետև շատ դեպքերում գումարը եղել է իրենց կազմակերպությունների մոտ եւ իրենց կազմակերպություններն են հիմնականում շահում այդ տենդերները, ոչինչ, թվում է շահեն, թող կառուցեն հավուր պատշաճի, բայց իրենք էլ չեն գնա հո
կապալառուներին ու մյուսներին վերահսկելու ու ասելու բայց ինչի եք այսպես արել կամ այնպես։ Այսպեսի հարցեր կան։ Բայց ամեն դեպքում ես առաջարկում եմ կենտրոնանանք մի փոքր սոցիալական հատվածի վրա։ Վարչապետը արդեն որերորդ անգամն է իր ելույթում այդ թեման կրկնում է ու ես տեսնում եմ սոցիալական հարթակներում կլինեն TikTok-ներ, չգիտեմ, Telegram-ներ, Facebook-ներ կամ YouTube-ներ, տեսնում եմ, որ ծաղրի է ենթարկվում նման մոտեցումը, դա գիտության, անգրագիտության հետևանք է, ուղիղ ասեմ, այսինքն երբ որ մարդը ասում է, որ երբ որ ու թվարկում է մի քանի անգամ, որպեսզի բոլորի մոտ, բոլոր շերտերի մոտ մարդկա մի անգամից կհասկանա, մարդկա անգամ կարող ես չասել, որ հասկանա, ինքը ինքնուրույն էլ կհասկանա, մարդկա պիտի մի 5 անգամ ասես, որ հասկանա, եւ խնդիրը դա, եւ չենք ասում, ինքը անհասկացող է, ոչ, նրա համար նույնպես ասվում է, համբերատարությամբ, որ ավելի լավ է, այդ օրինակն է, հա, եթե համառոտ ասենք, մարդուն սովորեցնել ձուկ բռնել, քան միշտ նրան ձուկ տաս։ Այսինքն այսօր հաց տաս, հետո վաղը մի հատ էլ հաց տաս, որովհետև այսօր վերջացել է, մյուս օրը մի հատ էլ հաց տաս, որովհետև էլի վերջացել է, ուտում է, մարդը վերջանում է։ Ավելի լավ է սովորեցնել ինչպես հաց վաստակի, որովհետև հակառակ պարագայում այո դու նրան ստրկամտության ու զվորության, հա, ժողովրդի խոսքով ասած, այս կախվածության մեջ ես դնում։ Նրա մեջ դասիրակում ես չանելը, նրա մեջ դասիրակում ես մուրացկանությունը, ինչը որ ընդդիմադիրները ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ ու ցավոք սրտի սոցիալական հարթակներում նույնպես այս թեման ծաղրի է ենթարկում, ապա ես դրանց ասում եմ, դուք ինչն եք ծաղրում, դուք ինքներդ ձեր մենտալիտետով ծաղրի առարկա եք, եթե դուք այդպես եք ընկալում, բայց մենք փորձում ենք ոչ թե ծաղրել, այլ բացատրել ձեզ համբերատարությամբ ու երկար տևական ժամանակ։ Իսկ դուք միևնույնն է ծաղրում եք, դրանով ցույց տալով, գիտեք, ես մի ավականքեր ունեի, ես կարծեմ մեջ բերել եմ այդ խոսքը, որովհետև դա ինձ համար շատ տպավորիչ ու բազմիմաստ խոսք է։ Այսպեսի մի բան էր ասում էր կատակը ցույց է տալիս խելքի հատակը։ Այսինքն եթե դու ցանկացած կարևոր բան վերածում ես կատակի ծաղրի, դրանով ցույց ես տալիս քո տկարամտությունը։ Իհարկե հումոր անել կարելի է, հումորի վերածել որոշ բաներ կարելի է, օրը ավելի բան դարձնելու, հա, բայց ծաղրել ու բերել այդ կատակի այն տեղը մտցնել որտեղ որ դրանով դու ցույց ես տալիս քո խելքի հատակը։ Հիմա վարչապետը մի օրինակ է բերում ու շատ ճիշտ է բերում, բայց ես այստեղ պիտի իմ աչքի տեսածը անպայման մեջ բերեմ։ Նայեք, ասում է դու չես կարող ապրել մի միջավայրում, որտեղ դու կարող ես ամեն օր մսով ճաշ ուտել, հա, ասես պայմանական ասած, չգիտեմ, քյաբաբ ու խորոված ուտել, բայց քո միջավայրը լինի աղքատ։ Այսինքն, չգիտեմ, ճանապարհներ չլինեն, լույսեր քաշած չլինեն, ոռոգումներ չլինեն, քաղաքացիների համար ինչ-որ ծրագրեր չիրականացվեն, դու տենց ապրես։ Դա ստացվում է, որ դու ինքդ նույնպես ապրում ես աղքատության մեջ։ Ասեմ, որ ես համաձայն եմ այս մտքի հետ, բայց մյուս կողմից այս միտքը գրեթե անհնար է լինելու բացատրել ընդդիմադիր դաշտին ու հիմա ասեմ, թե ինչու։ Իրենց համար ես սա բառացի եմ ասում ու այդ ամեն ինչի համար ունեմ հստակ հիմնավոր փաստեր։ Իրենց համար դա ոչ թե համընդհանուր աղքատության ցուցիչ է եղել։ Ճիշտ հակառակ, նրանք նպատակային Այնպես են արել, որ միջավայրը ապրի դժբախտության մեջ, որպեսզի կարողանան կառավարել, կախվածության մեջ լինեն իրենցից։ Այսօր շատերը կլսեք, ասում են, դե ինքը լավ մարդ է, գնում ասում ենք, չենք կարող, չգիտեմ, մեր հանգուցյալին հուղարկավորենք, հանուն փողեր տալիս։ Նա կառավարիչն է։ Նա պիտի այնպես կառավարել, առավել ևս այս միլիարդների մեջ, որ տեսնում ենք եղել է Հայաստանում, որ այդ խնդիրը անգամ չլինի։ Նրանք
Չեն ցանկացել միջավայրը լավացնել, որովհետև այս բոլորը եղել են իրենց ստրուկները եւ իրենք տիրոջ կարգավիճակում են այդտեղ եղել եւ տիրոջ կարգավիճակը իրենց եղել է հաճելի, սա ամենազազրելի բանն է եւ բնական է այս մարդը, որը որ ունի արդեն այս նստվածքը իր մեջ Այս տեսակը, հա, որ այս մնացածը իմ ստրուկներն են, ես բառացի եմ ասում ստրուկներ, Հայաստանի Հանրապետությունում ոտքից ցեպով կապած ստրուկ է եղել, ոտքից ցեպով կապած ստրուկ, հետո այս միջավայրին գնալ փորձել բացատրել, որ ցավները տանեմ, դուք եք տերը ձեր միջավայրի, այս ծրագրերը, որ անում ենք համընդհանուր, որպեսզի բոլորդ լավ ապրեք, կամ սկսեք մտածել արդեն լավ ապրելու մասին, սկսեք տարբեր կրթական ծրագրերի մասնակցել, ձեր ունեցածը ճիշտ կառավարելու մասին, նրանց համար նույնպես դա խորտ խոսակցություն է, որովհետև այս մյուսներն էլ, բացի այս մեկից, այս մյուսներն էլ դրան սովոր չեն։ Ինչպես թե չունենք պարտականություն մեկի նկատմամբ։ Այստեղ դիզոնանս է առաջանում եւ Հայաստանի Հանրապետությունում այդ միջավայրերը ամենուրեն եղել, որ համայնքի անունն եք ուզում տամ, որ համայնքի եւ այո, հենց այստեղ է, որ այդ նպաստների հետ կապված հարցը, երբ որ մի քանի օր առաջ դեռ վարչապետը գրառում էր, արել ես անընդհատ ուզում էի անդրադառնալ դրան, անընդհատ չէր ստացվում։ Տեսեք, մեր երկրում մարդիկ կան մեր քաղաքացիներն են, մեր հայրենակիցներն են, խնդիրը բացարձակ դրանում չի։ Ովքեր փախստական են Բաքվից, Սումգայիթից, մարդիկ կան, դեռևս նպաստ են ստանում։ Ինչու՞, որովհետև հարց չի լուծվել նրանց համար։ Եվ սա շատ վատ բան է, ոչ թե վատ է, որ մարդը կողքից, ոչ թե նպաստառուներին եմ հիմի բան ասում, այլ կառավարման մեթոդն այնպիսին է եղել, որ անընդհատ ինքը նպաստ ստանա։ Իսկ ինչու պիտի այս ինչուն է այստեղ կարևորը։ Ինչու? Ասեմ ինչու։ Օրինակ, Մասիսի այսինչ գյուղում, եկեք անունները տենց շատ չթվարկեմ, շատերը իմ գործունեության մեջ տեսել եք, էլ թե հիմա մոտավորապես ինչ կարող եմ նկատի ունենալ։ Բնակիչների մեծամասնությունը փախստականներն են։ Նրանց ստրկացրել են, նրանց միտքը անգամ արդեն խավարել է, տասնամյակներով ստրկացրել են։ Եվ այդ նպաստ բաժանելը դարձել է, որ ոչ թե պետական միջոցներից է տալիս, այլ վերածվել է, գիտեք ինչի, որ այն մեջտեղի մի հատ մսով ճաշուտողն է հետի տալիս, ու իրենք շնորհակալ են եղել դրա համար։ Էն էլ օգտագործել է դա։ Եկել ասել է, գիտեք ինչ, նենց եմ արել, որ ժամանակին ձեր նպաստը նստել է, թե չէ մի 10 օր ուշանալու էր։ Վերջացավ։ Վերջացավ, ինքը դառնում է այդ բոլորի աստվածը։ Բացի այդ, որքան չքավորության մեջ ապրեն, այդքան 2000 դրամով իրենց այգում կաշխատեն։ Իսկ հիմա ինչքանով կարող են այգում աշխատել, բանը, օրինակ, Արարատյան դաշտավայրում մեծ հողամասեր ունեցող քաղաքացիներին է մեր հարգարժան հարցնում, օրավարձով սեզոնի ժամանակ, ինչ, 7-8 հազարից պակաս կարողանում եք մարդ բերել, որ աշխատի, չէ, իսկ այն ժամանակ պատրաստ էին 2000 դրամով աշխատեին։ Եվ գիտեք, գուցե դա բիզնես առումով ձեզ ձեռնտու էր, բայց պետականության առումով, հասարակության բուժման ու վերականգնման առումով դա շատ վատ էր։ Շատ վատ։ Հիմա ես ուզում եմ հուշել վարչապետին եւ առհասարակ իշխանություններին։ Մի էլ փորձեք դա բացատրել այդ մարդկանց։ Իրենք դա շատ լավ գիտեն ու միևնույնն է իրենց այդպես ձեռ չի տալիս ու չեն ընդունելու դա։ Չեն ընդունելու։ Դուք ավելի լավ են ռեսուրսը, որ ծախսվում է իրենց բան բացատրելու վրա, այդ ռեսուրսը նույնպես գումարվի
այդ ծրագրերը, որոնք որ արվել են այս ընթացքում, այդ ամեն ինչը ավելի լավ սպասարկելու վրա։ Այսքան բան։ Խնդիրներ իհարկե կան, խնդիրների մեծամասնությունը ելի եմ ես կրկնում։ Ոնց ուզում եք, եկեք փնտրենք։ Իջնելու ենք դպրոց ու մանկապարտեզ։ Տեսեք, 60 քանի հազար ասած երեխայի համար մանկապարտեզ է կառուցվում։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ուզուրպացրած ներկայացուցիչները երբեմնի ամեն տարի 60,000-ից ավել երեխայի արգելել են գնալ մանկապարտեզ, արգելել են ունենալ մանկություն, արգելել են գնան դպրոց, այդտեղ էլ ցուցիչներ կար, բա այդ ռեսուրսը, այդ ամբողջ ռեսուրսի հետ այդպես վարվելը, մշակութաբանական ցեղասպանություն եթե չի, ապա կարող եմ իմանալ ինչ է։ Եվ դա արվել է, որպեսզի մաքսիմում հասարակությանը տգիտացնեն, որ իրենք այդտեղ լինեն ուժեղ տղերքը, հարց լուծող տղերքը, ոչ թե կառավարիչները, մենք կառավարիչներ երբեք չենք ունեցել, միայն հեղափոխությունից հետո ենք սկսել ունենալ, ոչ թե ընդ որում թե լավ թե վատ, միևնույնն է դա այդպես է։ Վատ է, կներեք, առաջին անգամն է, որ մենք ունենք կառավարություն, կառավարիչներ, առաջին անգամն է, համակարգ, եթե կա վատ ինչ-որ բաներ, ինչ-որ բան չի ստացվում, դա հենց նրանից է, որ ինքը առաջին անգամն է։ Իհարկե կարող ենք բազմաթիվ քննադատություններ հնչեցնել, բայց մի հատ եկեք մենք ինքներս մեզ էլ նայենք որպես քննադատողներ, մեկը ես քննադատող։ Իսկ ես ինչ եմ առաջարկում։ Օրինակ, 3 հաղորդում եմ նայում, մեկը հանրայինով Պետրոս Ղազարյանի հյուրն է մի արցախցի երիտասարդ, ով ինչպես հասկացա արցախցիների իրավունքների, չգիտեմ ինչի շտաբի համակարգողներից է։ Մյուսը նայում եմ բանավեճ, դարձյալ իշխանության ներկայացուցիչ Մարիա Կարապետյանն ու բանը Արցախի մի հասարակական կազմակերպության ներկայացուցիչի հարգելի մի մարդու միջև։ Երկու դեպքում էլ հնչում են տարբեր բաներ ու ոչ մի առաջարկ։ Կամ եթե կա առաջարկ, տեսեք, ես կարող եմ, չէ, հիմա ինչ-որ մի բանը քննադատել, այդ ուղղությամբ անել առաջարկ։ Բայց այստեղ նույնպես հարցը առաջանում։ Իսկ եթե ես քննադատում եմ սա ու անում եմ այս առաջարկը, իմ առաջարկը ինչքանով է լավ առաջարկ ու ընդհանուրի մեջ ընդունելի։ Կարող է իմ տեսանկյունից այդ առաջարկը լավը միայն, որովհետև ես կարող է շատ բաներ հաշվի չեմ առնում։ Դրա համար առաջարկների քանակը պիտի լինի շատ, որպեսզի համապատասխան մարմինները, որոնք շատ դեպքերում քաղաքական իշխանության մաս չեն, ինստիտուտներ են, այդ առաջարկների հետ նույնպես աշխատեն ու հնարավոր է այդ մի քանի առաջարկ մի ուղղության վրա որ դնեն իրար կողք, այդտեղից ծնվի մի հատ 4-րդ առաջարկը, որը որ շատ լավ կարա օգտակար լինի մեր պետությանը։ Մենք ինքներս այնքան նեգատիվ ենք լցնում մեր իրականության մեջ, որ այդ նեգատիվի մեջ ասել, որ կարող է փայլուն միտք ծնվել, դա կլինի ֆանտաստիկայի ժանրի, չի կարող նման բան տեղի ունենալ։ Մենք չենք նպաստում փայլուն մտքեր, փայլուն գործողություններ, դրական մոտեցումներ ծնելու, մեր միջավայրում ծնելու ու բանով։ Մենք հոգատար չենք այդ մասով։ Մենք մեր հասարակությունը անկեղծ եմ ասում, ես ինձ չառանձնացնելով ոչ մեկից, բացարձակ ոչ մեկից։ Մեր հասարակությունը ցավոք սրտի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ենթարկվեց այստեղ 5-րդ Շարասյան կողմից այնպիսի բարոյահոգեբանական տերորի, որ քիչ էր
Այն բաստողումները կրթական եւ այլն հասարակության ձևավորման էվոլյուցիայի հետ կապված քիչ էր որ դա պակասում էր մի հատ էլ էս բարոյահոգեբանական տերրորի հետևանքները եւ վերածվեցինք բոլորս բան այն բակային տաղավարում բամբասկոտ կանանց որ այսիկ տեսար ինչ կարճ հակել բայց նրան նա ինչ երկար հակել Տեսար դրած կոֆեն ինչ դառներ, բալը նրան ինչ քաղցր էր, ինչ, ասես, անես վատա։ Մենք պիտի սկսենք մետ դուրս գալ այդ ամեն ինչի միջից, եկեք փորձենք, ու ամեն մեկս դա պիտի փորձենք մեզ համար։ Եթե ամեն մեկս գտնում ենք, որ այդտեղ ունենք խնդիր, ուրեմն ամեն մեկս պիտի փորձենք դուրս գալ այդ խնդրից, ոչ թե անընդհատ ապրել այդ խնդրով։ Սա հասկանում եմ հոգեբանական բարդ գործողությունը, բայց պիտի իրականացնենք դա։ Այլապես դա շատ ավելի վատ տեղեր է տանելու։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ ու ես կրթական տարբեր ծրագրերի արշավների ֆոնին ես մի օրինակ եմ ուզում բերել, կամ կարող եմ երկուսը բերել։ Աչքովս ընկնում է մի այսպիսի բան։ Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ գրադարանը վերանորոգված եւ գույքով համալրված է։ Այս մասին Facebook-ի էջում ինչպես խոստացել է հեշթեգի ներքո գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն Սա Կապանի Դավիթ Բեկ թաղամասի ակումբ գրադարան։ Ես վերջերս վաղար շաբաթ գնացել էի համայնք, երկու խնդիր կար լուսաբանելու, դրանից հետո այնպես ստացվեց, որ վաղար շաբաթ համայնքի ղեկավարին հանդիպեցի, հետո երբ որ դուրս եկա, համայնքապետարանի շենքի մոտ մի շինություն տեսա, որը կառուցվելու ու վերջանալու փուլում էր, զգացվում էր, որ ինքը արդեն վերջանալու փուլում, ասեցի, ու շատ սիրուն ինչ-որ բաներ էլի, ճարտարապետական մոտեցում էր, ասես, ինչ ա լինելու ես շինությունը, ասեցին գրադարան։ Հիմա ես, ժողովուրդ ջան, այսպեսի մի հարցնամ էլի, 91 թվականից անկախ Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Մինչև 18 թվականը, շատ որ խնդրեմ, կասեք երբ եք լսել գրադարան կառուցելու մասին խոսակցություն։ Ես չեմ ասում, երբ եք տեսել գրադարան կառուցեն, բան, խոսակցություն, երբ եք լսել։ Պատկերացնում եք հիմա այս հակահայ թուրք դավաճանները գրադարան են կառուցում։ Եկեք գնահատական տանք։ Տեսնում եք, չէ՞ որ չի կպնում իրար։ Տեսնում եք, չէ՞ ինչքան արհեստական խոսույթ է սա։ Ու այդ արհեստական խոսույթի 90%-ը ներմուծել են հակահայ թուրք դավաճանները։ Հենց որպեսզի սլակները թեքեն ալուղությամբ։ Բայց օրական նայում ենք 4.2 միլիարդ դոլարը մեր հայերիցս, մեր երեխաներից, մեր ծնողներից, մեր կյանքից, ով է տարել, կարելի է նրանց որակել տենց հայեր, հա? Ստեղ չեք զգում մի տեսակ չի ստացվում, դեռ Արծվիկ Մինասյանն էլ, ես վարման կարգով, բան, այս հակապետական գործիչները ժողովուրդ ձեզանից վերցնում բյուջե են լցնում։ Իսկապես սա ապշելու բան է։ Այսինքն, եթե թողնեինք վարման կարգով չլիներ, տեքստ ասելու լիներ, ելույթ ունենալուց լիներ, պիտի ասել, իսկ այ մենք, հիշում եք ինչ լավն էինք, ձեզանից վերցնում մեր գրպաններն էինք լցնում։ Մենք սրանց նման
Չէինք տանում բյուջե լցնում։ Մենք լցնում էինք մեր գրպանները, որպեսզի ընտրությունից ընտրություն 200 մետր ասֆալտ անենք, ու դուք փորձվեք մեզ չընտրեք։ Իսկ այդ 2000 կիլոմետր ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե կառուցվել է 2021 թվականի ընտրությունների նախաշեմին, ոչ թե 19 թվականին, ոչ թե սկսում է կառուցվել հիմա 26 թվի համար, այլ կառուցվել է այդ ընթացքում, որովհետև ճանապարհները պիտի կառուցվեն ոչ թե ընտրություններով պայմանավորված, այլ պետության համար։ Ու շատ համայնքներում, շատ գյուղերում։ Շորջ, ես չգիտեմ դուք ոնց, ձեզանից ովքեր ինչքան են ունենում հնարավորություն լինել ամենատարբեր համայնքներում, ես իմ գործի բերումով շատ եմ լինում։ Ես տեսնում եմ այդ ամեն ինչը։ Ես տեսնում եմ այդ ամեն ինչը։ Բոլոր գյուղերում են ոչ։ Հերթով արվում են։ Շատ գյուղերում, անգամ այն հեռավոր գյուղ կա 30 ընտանիք է ապրում, 8 կիլոմետր ասֆալտը գցած է, որ հանկարծ այդ գյուղը չդատարկվի։ Իսկ կոալիցիոն, որոշների կոալիցիոն կառավարման ժամանակ 150 գյուղ է դատարկվել, այն էլ սահմանամերձ, ամեն մեկը մի հատ թուրքի ոտի տեղ։ Հասկանում եք։ Գյուղեր եմ ես մտնում, որ ոչ թե ճանապարհ են կառուցված։ Միայն ճանապարհի կողքով գնում է նոր կառուցված խողովակաշարը, բանը արտեզյան ջրի։ Գնում է, վրան ծածկած ցանցով, գնում է մայթը, սիրուն այն բուլժնիկներով, գեղեցիկ բան։ Եվ գիտեք ինչ, մաքուր միջավայրը դրական տրամադրությունները հաղորդում։ Ես մինչև 2018 թվականը, երբ որ գնում էի էլի համայնքներով շրջելու, մեկ այդ հարցը տալիս էի, ասում էի, իսկ այս համայնքում զբոսայգի կա։ Ես գիտեի պատասխանը, բայց հարցնում էի։ Ու ծիծաղում էին մարդիկ, ասում էին ինչ զբոսայգի, հենա ամեն մեկից տան հայատը 2 հատ ծառ կա, հենա կես զբոսայգի, ասում են չէ, հենց զբոսայգի, որտեղ որ երեկոյան ժամերին մարդիկ դուրս գան, մի քիչ շրջեն, շփվեն իրար հետ, թուլանան, հանգստանան, երիտասարդները մի քիչ բան, երեխաներին դուրս անեն, բանան, կարուսել լինի, ինչ որ խաղահրապարակ եւ այլն։ Ապշած նայում էին աչքերից, ինչի գյուղերում կարելի է որ տենց բաներ լինեն։ Ասում էի, հա, որովհետև դա պետության համաչափ զարգացման մասին է։ Իսկ կներեք, ձեր գյուղում ապրող երեխան, իմ Երևանում ապրող երեխայից, ինչով է վատը։ Իմ երեխան ունի գոնե են դիմացի հատվածում, եթե ոչ բակում մի հատ տենց այգի կա, որտեղ որ կալյասկով իրան իմ կինը հանում շրջում էր։ Քիչ մաքուր է շնչում, հանգստանում, տանից դուրս էին գալիս մի պահ ու գալիս էին տուն։ Հիմա ինչով է ինքը ձեր երեխայից լավը։ Հա, իմ երեխան է, բնական է, ամեն մեկից երեխան մեր համար ամենն է, բայց կներեք իրավունքների տեսանկյունից այդպես չի։ Ու զարմացած իրենք նայում էին երեսից, ոնց, ինչի կարող ենք մենք պահանջել մեր գյուղապետից, ինչի եք գյուղապետ ընտրել, ինչի համար է ձեր գյուղապետը, չեմ ասում գյուղապետի մոտ էլ դրածա ու հենց ուզեք այտենց հանելու է ու սարքի, չէ, բայց ինքը պիտի հասկանա, որ իր թիկունքին ունի գյուղի ժողովրդին, ու ինքը երբ որ գնում է համայնքապետարան պահանջներ ներկայացնելու, համայնքապետարանում էլ զգացնել տա, որ իր թիկունքին մի ամբողջ գյուղի ժողովուրդ է, ու սա պիտի դառնա առաջնային։ Եվ այդ գումարները, այս պայի դրությամբ, կան համայնքներում, կան, եւ այսօրվա ելույթը վարչապետի նաեւ դրա մասին էր,
Եվ ես եկա մտա գույքա հարկես ամեն ինչը հենց դրա մասին է նաև։ Բայց ստեղ մի խնդիր կա։ Շատ դեպքերում մենք վախենում ենք։ Վախենում ենք ինքնուրույն գործել, որովհետև մենք սովոր չենք։ Մենք սովոր ենք, որ պիտի լինի մի հոգի, ով ասում է, ու մենք կամ անում կամ չենք անում։ Տեսեք, այդ գեղեցիկ միջավայրի հետ կապված, այ ոնց է հագուստը։ Ցանկացածը կասեք, որ այդպես է։ Նայեք, երբ որ հագնում ես sense շորթեր, մայկա, ավելի թեթև ես քայլում, չէ՞։ Երբ որ հագնում ես կոստյում, չես քայլում, անկախ քեզանից չես քայլում այնպես, ինչպես շորթով ես քայլում։ Ճիշտ է, կոստյումի պարագայում մի քիչ այլ կեցվածք ես ընդունում։ Այդ նույնը միջավայրն է։ Ինչքան գույները շատ են, ու ինչքան գեղեցիկ է ամեն բան լինում, գեղեցիկ ապրելու արվեստին պիտի սկսենք տիրապետել։ Այնքան դա ազդում է մեր տրամադրությունների վրա։ Եվ որքան գյուղերկային ես սրա մասին մի ժամանակ խոսել եմ, որ սս նայում ես, այն որ կարաս իմանաս ով քանի տարի է գյուղապետ աշխատել, ով դատախազությունում ծանոթ ունի, ով ինչ է, էլի, սս պատերը 30 մետր, 20 մետր բան, ուրեմն այդ ամեն ինչը նույնպես ազդում է մարդկանց հոգեկան վիճակի վրա, վիզուալ բանը ազդում է մարդու հոգեկան վիճակի վրա, իզուր չեն աչքերը։ Տեսածը նաև ճաշակ է ձևավորում, բնավորություն եւ այլն։ Երեխաներին ինչի են սա շատ գունազարդ խաղալիքներ նվիրում։ Դա ճաշակ է ձևավորում։ Նայեք։ Օրինակ եվրոպական շատ երկրներում շրջել եմ դարձյալ նրանց գյուղերով, ու ես նկատում եմ, որ այնտեղ պարզապես դու չես կարող այդպեսի պատ շարել, կամ եթե շարես էլ դու լինելու ես անհասկանալի մեկը, իսկ ես քեզ զգալու, որ ինչ ես մեկ ուսանում հասարակությունից։ Ասենք ինչի համար ես պատը շարում ես կամ բարձր։ Բաց է, այո, որոշակի բան կա, որ ընդգծում է տվյալ մարդու տարածքը, հա, ասենք տան տարածքը, հողի տարածքը, բակային հատվածի տարածքը, բայց բաց է, եւ սովետական միության շրջանում նախկինում նույնպես այդպես էր։ Դրա համար էլ մարդիկ մի հատ տուն գալուց են, մի հարևանին տեսավ ձեռքով արեց, այն մյուսի հետ մի հատ երկու բառ զրուցեցին, նոր մտավ տուն։ Սա հոգեբանական դրական մասով մեծ առավելություն էր տալիս։ Մարդը մենակ չէր զգում, իսկ այդ պարփակվելը դեպրեսիայի բուն է։ Կարող եք ինչ չլսել, հոգեբաններից հարցնել։ Հիմա գամ մեր հարգելի այդ երկու հաղորդման շրջանակներում բան խոսացած արցախցիներին, էլի ամենայն հարգանքով, բայց գիտեք, օրինակ բանավեճի ժամանակ ուզում էի հասկանալ մեր հարգելի Արցախցի ներկայացուցչի ասելիքը որն է։ Անկեղծ եմ ուզում հասկանալ, որովհետև սա մեր միջավայրն է, մեր միջավայրը պիտի առողջ պահենք, ես հակված եմ դրան։ Ցավոք սրտի բոլորի կողմից չի, որ նույնը նկատում եմ։ Ուրեմն հետաքրքիր բաներ է խոսում, մի կողմից իրավիճակը սենց է դառնում, մենակ իր խոսելով, չէ՞ էլի, ամբողջ ազգային ժողովի ընդդիմադիր տիրույթը այդպեսինն է, հետո ասում են մեզ խեք կապում իրենց հետ։ Նայեք, մի կողմից երբ որ Տիկին Հակոբյանը խաղաղության խորագրով արշավ էր սկսել ու կհիշեք ընդ որում միջազգային մակարդակի, որը հետո կարող էր տարածվել տարածաշրջանի վրա, ցավոք ուշ էր դա սկսվել, բայց այդ ժամանակ էր մարդիկ, այդ ժամանակ էին եղել վարչապետիկին, այդ արշավը թող շուտ սկսեր, դեռ էլ չասեմ լավ։ Երբ որ պատրոնները հալացնում ու նախշեր էին սարքում, հա, այդ կանանց բան։ Սա խորհրդանշական արշավ էր, այդ ժամանակ բաներ քարկոծում էին։ Էս ինչ անում, խաղաղությունա քարոզում, պատրոնները հալացնում, զարդ են սարքում, էս ռոմանտիկներ, մի խոսքով քարկոծվում էր։ Ես սա հիշում եմ, շատ այլանդակ ձևի ընդ որում։ Մյուս կողմից
մարդը կանանց ջոկատա ստեղծում Էրատո անունով քարկոծվում է։ Իմիջայլոց ես կուզեմ, որ այստեղ մեր պատմաբանները այդ ուրիշ ոնց են ասում, պատմագետները մի հատ կարծիք էլի ասեն առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Էրատո Թագուհուն պիտի ընդունի թե չընդունի, որովհետև հասարակության մի շերտը ասում է, բա գիտեք էդի վատ մեկն ա եղել, մյուս շերտը ասում են ոչ շատ էլ ինքը ընդ որում ես հակված եմ այս մյուս կողմին, որովհետև ամեն դեպքում նա քաղաքական հզոր կին ա եղել, ամուր կին ա եղել։ Անգամ Էրատո անունը աղավաղեցին։ Իհարկե մեր պատմաբանների լռության ներքո, որովհետև մեր պատմաբանների 90%-ը սովետական պատմաբաններն են, կներեք, եթե հանկարծ որևիցե մեկիդ նեղացնում եմ, սովետական դիտանկյունից մեր պատմությանը նայողներն են։ Եվ ոչ մի գործ, ընդ որում երեք երբ որ խոսում ենք այդ Վատիկանի թեմայով եւ այլն, որտեղ որ ադրբեջանցիները ինչ որ բան են արել, գիտաժողով են արել։ Սա նույն նաեւ ձեր բաց թողումն է։ Ադրբեջանը ինչքան աշխատանքներ ա տանում մշակութագողության հետ կապված, նույնպես ձեր բաց թողումներն է։ Ու կուզեք նեղացեք, կուզեք մի նեղացեք, ձեր գոր ես նեղացնելու համար չեմ ասում ամենայն դեպս։ Մի կողմից ասում են Արցախը Հայաստանը եւ վերջ, էս ինչ ասեց։ Քարկոծում են։ Մի կողմից ասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասը քարկոծում են։ Ու այս ամեն ինչի մեջ տեսակետ չի ընչում։ Կարող են երկուսն էլ քարկոծվել, եթե կա երրորդ տեսակետը։ Բայց երրորդ տեսակետ չի ընչում։ Ուզում ես հասկանաս, ասում ես, հարգելից, ինչ եք ուզում։ Եկեք ասեք, մտածենք, գնանք, մենք էլ ես մեկը քաղաքացի եմ, գնամ, նստեմ, մտածեմ, ակտիվ քաղաքացի եմ ընդ որում։ Ու ինձ համար կապ չունի։ Ով է ինչա ինչի, կարևորը իմ պետությանը լավ լինի։ Գնամ, նստեմ, ես էլ մտածեմ։ Չեք տալիս, այդ նյութը չեք տալիս։ Մենք կարծում ենք եւ մենք ուզում ենք, որ այս 12 կետը կատարվի։ 12 կետը նայում ես, շատ բարդ է իրականացնելը, ընդհանուր միջև անհնարինություն գոյություն ունի։ Ասում մենք քաղաքականացված չենք։ Ընդդիմության քաղաքական ուժերի հետ նստած օրական եկել են դեմդ նստել են, քաղաքական հայտարարություն են անում, դու ոչ գվում, ոչ բվում ես ապեր, այսինքն դու համաձայնվում ես դրան։ Բարձրանում են միտինգի ժամանակ, չգիտեմ, բարձրախոսով բան ա խոսում, սրբազան մի հատ։ Ասում են դուք են եկեղեցու սրբազանը գնացեք իրեն ասեք, մեզ ինչի եք ասում։ Միտինգ այդ բանի կազմակերպիչը դուք եք։ Դուք այդ եղավ Էդգար Ղազարյանի ցույցը, այն որ մեկը եկել ասում էր պիտի այդ ԿՊԱ-ականներին բոլորից ոտքերից կախեն ծառերից, չգիտեմ ինչեր անեն, քերթեն, մերթեն։ Էդգարին Ղազարյանը ասում է դու պատասխանատվություն չես կրում, ասում է չէ, ասում է կազմակերպիչն ով էր, ասում է ես։ Իմիջայլոց եւ վերջին րոպեներին անպայման ուզում եմ հասցնել անդրադառնալ այս թեմային, նույնպես չնայած նրա մասին շատ խոսել եմ ու դեռ շատ խոսելու եմ, բայց եկեք ընթերցենք։ Ուրեմն Ադրբեջանում, դե գիտեք, ես միշտ եմ ասել, որ մենք իդեալական բան ենք, թշնամի ենք, որովհետև մեր ատամները հաշված են եւ մենք բավականին կանխատեսելի ենք ու հետեւողական չենք մեր գործողություններում որպես հասարակություն։ Ու ադրբեջանական պետական AZ TV հերթական հաղորդումն է եղել, որտեղ հաղորդավարը բացահայտ խոսում է իրենց հիմնական նպատակների մասին կապված Հայաստանի հետ։ Մեջբերում տեսանյութից։ Մեր այսօրվա գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է։ Արդեն հասել ենք այն կետին, երբ հասարակությունը սկսում է կասկածել իր առաջնորդներին, իր բանակին, իսկ հենց սա էլ մեր շահն է։
Մենք չենք կանգնելու, մինչև չտեսնենք, որ հայերն իրենց դեմ են դուրս գալիս։ Հասկանում եք ինչի մասին են խոսում։ Եվ ես սրա մասին բազմիցս եմ ասել։ Որ այդ պարակ դիշ մտնոլորտը, այն որ մեր ու ձեր, իսկական հայեր ստից հայեր, իրար դեմ դուրս գալը սա է, կամ երբ որ ասում են ադրբեջանցիները ստեղ ներսում քաոս են ստեղծում, ոչ թե ադրբեջանցին գալիս ստեղ կանգնում քաոս է ստեղծում, այլ այն դրսի ուժերի ռուսական միջոցներով, 5-րդ Շարասյան միջոցով կարողանում են այդ քաոտիկ իրավիճակը ստեղծել անպատասխանատու կերպով իմիջայլոց։ Իհարկե իրենց նպատակը այլ բաներ կարող է լինել, բայց դա ձեռնտու է մեր թշնամուն։ Մենք չենք խոսում մի քննադատեք, չքննադատեք կդառնանք բռնապետություն, մենք չենք ուզում բռնապետություն դառնանք, բայց պետության դեմ մի գործեք։ Այո, առաջնորդն է Քոչարյանը չէր ասում, միջև քոքը մաշեցնելու եմ, դա ինչի մասին էր։ Կասկածելու մասին էր, չէ՞, լեգիտիմությանը եւ այսօր Ռուսաստանը Ուկրաինայում ինչին է ուզում հասնի։ Ժամանակավոր կառավարության ստեղծմանը, ծանոթ բանաձևա, չէ՞։ Այնտեղ չեն վստահ։ Իսկ որքանով են ներկայացնում այսօրվա որոշումները, որ ընդունում է հասարակությանը եւ այլն։ Այս բանակի հանդեպ Այս են քարեք, առնում եք, այս այնտեղ մի հատ կարակում են, այստեղ սրանք դուրս են գալիս միտինգի։ Հազարատ բան։ Ահա, ադրբեջանցիների նպատակը։ Եվ հիշում եք ինչքան եմ ասել, որ մենք ենք ունեցել հնարավորություն Ադրբեջանի ներսում դա ստեղծել։ Ու չգիտես ինչպես չենք ստեղծել։ Այդ այն պարագայում, երբ որ մենք միատար ավելի շատ միատար այդ ժողովուրդ ենք, այսինքն մեր բնակչության 90%-ը հայեր են։ Մի քիչ դժվար է մեր մոտ պարակտու մտցնել։ Իսկ իրենց մոտ ինչ ասես կա։ Մենք այդտեղ ոչինչ չենք արել, իրենք տեսեք ուր են հասել որոշների միջոցով։ Հիմա մարդիկ էլի կլինեն ասում, բա ինչի չեն դատում նրանց։ Իսկ ինչ հիմք տնեն տակ։ Մարդը իր կարծիքով քաղաքական գործունեություն է ծավալում։ Դու էլ քո կարծիքով նստած իրան լսում ու հավատում ես։ Ու մաշվում ես։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։